Ողջույն բարեկամներ, շնորհակալություն, որ միացել եք, դե չենք մոռանում սեղմում ենք լայքի կոճակը, տարածում ենք ամենակարևորը, բաժանորդագրվում ենք, եթե բաժանորդագրված չենք եւ օգնում ենք ալիքին աշխատելու համար, տարբերակները, հնարավոր տարբերակները գրածը ներքևի բաժնում։ Եվ այսպես այն ինչ որ 7 տարի արել է այս կառավարությունը, տեղավորվում է բացառապես մեկ տրամաբանության մեջ։ Անել ամեն ինչ, որ հայ մարդու ապրելը դառնա անտանելի, մի քանի պարամետրներով՝ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական, ֆինանսական, բոլոր պարամետրներով դարձնել Հայաստանում ապրելը անտանելի եւ զուգահեռ անպայման հալանել ինչքան հնարավոր է, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ ժամկետը, որոնք իրենք ունեն, շատ կարճ է, ավելի ճիշտ իրենք էլ չգիտեն դա որ քնում, բայց հասկանում են, որ դա հավերժ չի։ Եվ այսպես սա Երևանի տեսքն է։ Սա Երևանի տեսքն է ու սա առաջին օրը չի։ Մեկ տարի առաջ էլ մենք ունեինք այս խնդիրը եւ դա ոչ իմանով չխանգարեց, որպեսզի ամբողջ տարի կտրտեն բոլոր ծառերը, որոնք կարող էին մի քիչ թեթևացնել այս փոշու արկայությունը։ Ես այս մասին այս անգամ ուզում տամ խոսքը Գորին Գրիգորյան, թող ինքն ասի։ Ես զարմանում եմ համար 58։ Ես զարմանում եմ, այս մեր Երևանի քաղաքապետարանում մարդիկ համոզված են, ուզում են մեզ համոզեն, որ Երևանի օդը կեղտոտ է, որովհետև ինչ որ մեկը կամ ինչ որ մի քանիսը տերև են վառում, այսինքն փոշին, շինարարական դրա հետ կապ չունի, առանց կատալիզատոր մեքենաները դրա հետ կապ չունեն, ծառերը, որոնք որ կտրել եք դրա հետ կապ չունեն, իսկ որ տերև ենք վառում, ես չէ, ուրիշները, դա կապ ունի նրա հետ, որ մեր օդը աղտոտված է։ Ժողովուրդ, լուրջ եք դա ասում, թե խնդում եք մեր վրա։ Խնդում եմ, ծաղրում եմ։ Տերև վառելու համար պետքա տերև լինի, որ վառեն, այն էլ Երևան քաղաքում։ Այսինքն, որպեսզի տերև լինի, ծառ պետքա լինի, որ տերև լինի, որ վառեն, որ այնպեսի մի ծուխ լինի, որ ամբողջ քաղաքը ծխի մեջ չերևա։ Իսկ հարցը մենակ ծուխը չի, հարցը օդի աղտոտվածությունն է։ Բայց այս լեքսիկոնը, այս մեթոդաբանությունը, որ օգտագործում է հայ ժողովրդի նկատմամբ, սրանց կողմից առաջի դեպքը չի բոլորովին։ Օրինակ, որ դուք ամենաերջանիկն եք, մենք հայերս, որոնք ապրում ենք այսօր Հայաստանում, ամենաերջանիկն ենք, երբևէ հայ ժողովուրդը այսքան երջանիկ չի եղել, ինչպես հիմա, որովհետև իրենք այս ընթացքում հասել են 4 ատոմակայան կառուցել, հա, Արցախում ոչի մեկին ոչ մի վտանգ չի սպառնում, եւ մենք ունենք 3 միլիոն վարչապետ։ Եվ առանց ժողովրդի որոշման ոչ մի բան չի կատարվում Հայաստանում։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ հայտարարություններ են, որոնք առնվազն գիտակցություն եւ բարոյականություն ունեցող մարդու մոտ առաջացնում է վիրավորանք։ Այսինքն մարդը հասկանում է, որ իրեն այս բառերը ասելով դիմացինը մտածում է, որ ինքը այնքան անուղեղ է, որ կարող է հավատա իր ասածներին։ Այսինքն սրանք ծաղրել են 7 տարի շարունակ, ծաղրում են ու շարունակելու են ծաղրել, քանի դեռ իրենց հանդուրժող կա։ Նույնիսկ այս վիճակում շարունակում են արմատախիլ անել ծառերը։ Առողջ ծառերը արմատախիլ անել։ Ես անկեղծ եմ ասում, ոչ մի թուրք, ոչ մի ցեղասպանություն այդքան վնաս չի տվել հայկական պետականությանը, հայ մարդուն, միջավայրին Հայաստանի, հրցանել գումարեք ամուրսարի շահագործումը եւ ամբողջական կլինի պատկերը։ Ոչ մի զավթող, ոչ մի թուրք, օսման, մոնղոլ այսքան վնաս չի տվել։ Մեզ տարբեր ոլորտներում, այսինքն ոչ թե տարբեր, բոլոր ոլորտներում, դա կլինի էկոլոգիան, դա կլինի հոգեբանական, դա կլինի ֆինանսական, հարկային, ֆիզիկական, տարածքային, ոչ մի զավթող այսքան վնաս չի տվել, որքան այս նեռահայերը 7 տարվա մեջ։ Ու եթե մարդ կա, սա մեջ դեռ քուջուջը անու որ լավ բան գտնի ու չի նկատում են ինչ որ կատարվում է, ես իրանց համար մեկ բառ ունեմ ասելու, մեկ բառ, անասնացած
անասնացած մարդիկ են։ Ու մեծ մասամբ դրա դիմաց անասնանալու դիմաց բարձրացող։ Անասնանալ սա կենթանական տերմին չի, սա վիրավորական չի, սա հոգեբանական բացատրություն ունի, որի բացատրություն տվել է Բերսելևան Նատալիա։ Ձևակերպելով այսպես, եթե մարդը կորցնում է բարոյականության զգացմունքը եւ պատկերշտությունը, նա անասնանում է։ Եվ այսպես մենք ունենք անասնացածների վարսկանների մի շերտ, որ քուջուջ են անում, որպեսզի այս ամեն ինչում, այս տոտալ կոտորածի մեջ ինչ-որ բաներ գտնեն լուսավոր, որով փորձեն արդարացնեն ներկա այս նեռահայերի գործողությունները։ Իրենք էլ դառնալով նեռահայ։ Ես հիմա ուզում եմ, ես էլ իմ զարմանում ոնց եմ ես ուզում, բայց ես ուզում եմ մի խոսք էլ Տիգրան Խզմայլյանն ասի, որտեղ լավ է ասել։ Թող ասի էլի։ Բարձունքից արարոտը չի երևում արդեն 20 օր, եւ պատճառը ոչ թե մառախուղն է, այլ երևանյան սմոգը։ Վերջին օրերին օդի աղտոտվածությունը Երևանում դարձել է աղետալի։ Սա խոստովանում է արդեն քաղաքապետ Ավինյանը։ Նրա այդ հայտարարության օրը միջազգային Air Quality Index-ը օդի որակի չափանիշը արձանագրվել էր Երևանում 443 միավոր, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար։ Նշենք, որ միջազգային նորման 50 միավոր է։ Հիմա տեսեք թվերով. նոյեմբերի 22-ին 203, նոյեմբերի 23-ին 331, որոշ շրջաններում 389, նոյեմբերի 24 278 միավոր, Ավանում 491։ Երևանի առանձին օրերի օդի աղտոտվածությունը 43 անգամ բարձր էր այս շաբաթ միջազգային նորմաներից։ Կեղտոտութը փոխանցվում է նաև ջրին եւ սննդին, թունավորելով մեր երեխաներին։ Սա համազգային աղետ է։ Սա քաղցկեղի հիմնական պատճառն է, որի թվով Հայաստան արդեն աշխարհի առաջատարն է, նկատի առնելով մեր ազգաբնակչության փոքր չափը։ Եվ պատճառը մենք բոլորս գիտենք։ Միայն 3 վերջին տարիների ընթացքում քաղաքապետ Ավինյանը 300 բարձրարկ տների շինթույլտվություն է փոխանցել, վաճառել։ Դուք սպանում եք Երևանը, դուք սպանում եք հայությունը, տիկնայք եւ պարոնայք, դուք գողանում եք օդը։ Երևանում շնչելը վնասակար է առողջության համար։ Ես դատախազությանն եմ ուզում հարցնեմ։ Տիկին դատախազ, իհարկե ես քեզ կանադառնամ ապայման վերջում։ Դու ասելիք ունես այսօր։ Դու հյուր ես։ Կամ դու քրեական գործ կհարուցես այս վիճակին բերողների նկատմամբ, կամ ի նկատի ունեցի, ես կգտնեմ տարբերակ, խորհրդակցեմ ապայման մասնագետների հետ, որտեղ ես դա տեսնում եմ։ Դուք ինչ եք անում այս պետության հետ։ Հա, որովհետև եթե քաղաքապետը թույլտվություն է տալի այսքան շինությունների, նշանակում է նա խախտում է որոշակի գրված ստանդարտներ։ Չափի, չգիտեմ, կանաչ զանգվածների հետ կապված, չեմ ասում, ես համատարած ծառերի սպանդը, որ իրականացնում է, այս մասով պետք է արդեն լինեին քրեական գործեր։ Ամեն դեպքում, այս կեղտոտ օդի, ոչ թե կեղտոտ, այս մարդկանց առողջության համար վտանգավոր օդը ունի պատասխանատուներ։ Սա գործողությունների արդյունքը, եղել են գործողություններ, որոնք բերել են այս հետևանքին։ Եթե դատախազությունը մի աշխատող ուղեղ կա, այս գործը պետք է հարուցված լիներ արդեն։ Եթե չկա, այս գործերը չի հարուցվում, ու այս ընթացքը չի կանգնացվում։ Մենք սա գրանցում ենք մեր մոտ, որովհետև վաղը սրա համար էլ եք պատասխան տալու։ Սա էկոցիդ է։ Սա դուք ոչ միայն մարդկանց եք, դուք եթե կոնկրետ պատերազմում սպանել եք որոշակի հատկանակության մարդիկ, որի քանակը այսօր մինչև այսօր չեք ասել, այս տեսակով մենք չգիտենք, չեն կարող հաշվել դուք քանի հոգու եք սպանել, քանի նորածին խեղդվի վաղը, քանի նորածին այս թույնը շնչելով կունենա առողջական թոքերի խնդիրներ, քանի ասմատիկ այս ընթացքում խեղդվի, կասեն դե, ասմատիկ էր, թոքերի հիվանդություն, շնչառական հիվանդություններ ունեցողներ կմահանան, քանիսը կստանան այդ հիվանդությունները, սա թվերը, որ հնարավոր չի հաշվել, բայց եթե թույլատրելի քանակը այսքան բարձրացել է, 60 անգամ թիշկը, դուք հասկանում եք, դուք հիմա փաստորեն հայ ժողովրդի նկատմամբ քիմիական զենք եք օգտագործում, ու սրան դուք բերել եք մեթոդաբար դուք սրան բերել եք, որտեղ սա մի օրվա մեջ չի եղել,
ու այս ծայրահեղ վատ վիճակը մեկ օրվա մեջ չի առաջացել։ Սա մասին եղել է։ Զեկուցներ եղել են եւ փոխանակ միջոցներ ձեռք առնվեր դա նվազեցնելու համար դուք շարունակում եք կտրել ծառերը եւ տալ նոր շինթույլտվություններ։ Այս ամեն ինչի պես քիչ էր, հիմա էլ վառվում են անտառները։ Արդյունքում փրկարարների մեքենայը շուռ եկել եւ 3 փրկարար վիրավորվել են։ Դե, տեսեք։ Մեկ հոգի էլ մահացել է։ Տեսեք այս արջերը տեղ են փնտրում ապահով այս քոթոտներով որ գնանք։ Սա Աստված մեզ զգուշացնում է։ Հիշում եք, ես բազմիցս ասել եմ, եթե հանկարծ Աստված չանի մի բան եղավ Հայաստանում, այս կառավարությունը ոչ մի ձևով պատրաստ չի։ Ինչպես պատրաստ չէ հրդեհ հանգցնելու, սա 4-րդ օրն է։ Պարզվում է, իրանք չունեն միջոցներ, չունեն տեխնիկա, չգիտեն նույնիսկ ոնց հանգցնեն, չկա համապատասխան մոբիլիզացիոն, ոչ մի բան չկա։ Ես միշտ ասում եմ, չէ, Աստված չանի մի հատ երկրաշարժ, հանգած մի հատ էքսեմալ վիճակում լինի, նախ Հայաստանում ոչ մի այինի մեքենա չի կարող աշխատել մեկ, ոչ մի բակ այինի մեքենա չի կարող, շրշեջ մեքենա չի կարող մտնել, դուրս գալ երկու, ոչ մի ճանապարհ չկա, որ այդ միլիոնից ավել քաղաքը կարողանա դուրս գա։ Նույնիսկ հանգիստ վիճակում մարդիկ չեն կարողանում հոսք ապահովել քաղաքի մեջ։ Դուք պատկերացնում եք խոճապային վիճակում ինչա լինելու Հայաստան։ Երևանում թեկուս։ Այսինքն այս կոմպլեքսի մեջ որ նայում ենք, մեր վիճակը ահավոր վատ է։ Ոչ միայն ֆինանսական, բարոյահոգեբանական, էկո իմաստով, հա, կառավարման իմաստով, անվտանգության իմաստով, այլ նաև ամենակարևորը կառավարման իմաստով։ Կառավարման իմաստով։ Ու այս հրդեհը մենակ բանա անտառների վառվելը չի որ ափսոս է, որ իր հետևանքներն է դեռ թողելու կենթանական աշխարհի վրա։ Սա մենակ դա չի։ Սա մեզ զգուշացնում է, որ այ ժողովուրդ, դուք հասկանում եք, որ ոչ մի բան չունեք։ Ոչ մի բան, ոչ բանակ են թողել որ պաշտպանի, ոչ անվտանգության ծառայություններ կա որ թշնամուց պաշտպանի, հետախուզություն, տերորիզմ եւ այլն, ոչ փրկարար ծառայություն կա որ մի բանից լինի, մի բան հանկարծ լինի, դու ունենաս adekvat պաշտպանություն։ Ոչ մի բան չկա։ Ու նորից եմ կրկնում, կա մի նեռահայերի շերտ, որոնք քուջուջ են անում այս ամեն ինչի մեջ, որ մի բան գտնեն, մի բան ինչ որ ասեն, դե ամեն դեպքում աշխատում ասա, մի բան անում է։ Հա, էլ չեմ ասում մարդիկ կան, որ սա նույնիսկ նժդեի հետ են համատում եւ ասում են կարող ազգային ազատագրման, ազգային ազատագրական պայքար է նույնիսկ բանը ղեկավարի առաջնորդի։ Ու սա, եթե սա պաշտպանության նախարարը լինի, որ ասում է ունենալու ենք 2 թունել, երբևէ Հայաստանում նախադեպը չունեցող երկարությամբ, սա պաշտպանության նախարարն է ասում։ Հասկանում եք, այս նույն խոսքերը մենք լսել ենք 18 թվականի ունենալու ենք մետրո, որը հասնելու է Աջափնյակ, որը հասնելու է նույնիսկ օդանավակայան 7 տարի առաջ եմ ասում։ 7 տարի է մենք այդ բաների սպասում ենք, որ պետք է ունենանք մետրո հասնող օդանավակայան եւ Աջափնյակ։ Այդ չեմ ասում նոր դավթաշենք բան։ Սա այն կառավարությունն է, որ ասում է մեթոդաբար ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում ապրելը դառնա անհնար։ Ես այս երկրորդ մեջ լսում եմ նաև ռուս բլոգերների Հայաստանում ապրող, որոնք արդեն խոսում են էկոլոգիայի մասին, որոնք արդեն ասում են Հայաստանը լինելով աշխարհի ամենալավ տեղը, անհնարին է դարձել արդեն ապրելը։ Ոչ միայն թանկացումների պատճառով, որ ինքը արդեն անցել է Մոսկվային, անցել է Նյու Յորքին, այլ ոտ չկա շնչելու։
Իսկ այդ օդ է թույնը օդի մեջ, դա նստելու է նաև ջրի վրա եւ ջրի հետ է գալու մարդկանց տաները։ Այսինքն դուք շնչում եք, խմում եք, ուտում եք, դա թույն է արդեն։ Թույն։ Ու այդ թույն արտադրողը ունի անուն, հասկանուն։ Ամեն ինչի հետևում կա անուն, հասկանուն։ Բաքվում սկանդալ է առաջացրել այն, որ Ղազախստանի մայրաքաղաքում կայացած երգի միջազգային մրցույթի եզրափակչում ժյուրիի ադրբեջանցի ներկայացուցիչը քվեարկության ժամանակ առավելագույն միավոր է տվել Հայաստանը ներկայացնող երգչին։ Հայրենիքում նրանից ոչ միայն բացատրություն են պահանջել դրա համար, այլ նաև պարտադրել են, որ ներողություն խնդրի կատարածի համար։ Հասկանում եք, ինչու նա բանը չի զանգել ասի, աբրես բրատ։ Չի զանգել ասի, բրտվանա տվել, բասագույն արդյունքներն է տվել։ Ու կանչել են կզարան, որը նշանակում է մի բան։ Անասուն, եթե քեզ զանգել ասել են, հա բրատ ջան, նշանակում է իրեն ասել են զանգի, այդ անասունին ասա, հա բրատ ջան, որտեղ այդ անասունի համար դա լինելու է, մեզ ասեցին այնտեղ բրատ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչպես է ժյուրիի այդ անդամը ինքը բացատրում։ Silk Way Star կոչվող այդ երգի միջազգային մրցույթը կայացել էր Աստանայում եւ եզրափակչին ավելի քան 120 միլիոն մարդ էր հետևել եւ հենց այդ եզրափակչում Ադրբեջանը ներկայացնող ժյուրիի անդամը Սամիրա Էֆենդին, ով Եվրատեսիլ 2021-ի մասնակից էր, բարձրագույն 12 միավոր էր տվել Հայաստանի ներկայացուցիչ երգիչ Սարո Գևորգյանին, բայց այստեղ ուզում եմ ընդգծել, նրան ոչ թե գերադասել է մյուսներից, այլ բոլորին տվել է 12 միավոր, այդպիսով հավասարեցնելով հայի շանսը մնացածի հետ եւ հնարավորություն տալով, որպեսզի հեռուստադիտողը իր քվեարկությամբ ընտրի լավագույնի։ Սարոն շնորհակալություն է հայտնել, իջել է բեմից, մոտեցել է ադրբեջանուհուն, գրկել նրան եւ դրանից հետո Ադրբեջանում այդ երգչուհուն սկսել են Սա ամենաանմիջական բարեկամության դրսևորումն է։ Այն լավ, այսինքն հավասար բոլորին գնահատական տվել, հայ երիտասարդներ բարեկամաբար մոտեցել է ու գրկել է։ Ու այս բարեկամության ժեստի համար այս աղջկան կանչել են կզարան։ Լսում եք, սա քունցախառը Արեգ Քոչինյաններ, լսում եք ու մնացած։ Լսենք շանակությունը։ Քննադատել, մեղադրել, հայտարարել, որ նա դավաճան է, որ ոչ միայն բանի համար, որ առավելագույն բալ է տվել հային, այլ ավելին թույլ է տվել, որ հայը իրեն գրկի։ Թույլ է տվել, որ նույնիսկ գրկի։ Այսինքն եւս մեկ անգամ ապացուցումը, որ քեզ եթե զանգել ասել է բրատ, ինքը վստահ է եղել, այսինքն նա զանգել ասել են թույլտվությունը, որ վստահ է եղել, որ դա փոքր ֆենոմենալ արձեցություն է ունենալու։ Միջդեռ գրկվելու համար նույնիսկ հայի հետ քննադատվում է։ Իսկ մենք այսօր Հայաստանում հանդուրժում ենք կենթանիների, որ մեզ այսինքն սպանելով տանում են սրանց հետ ճակերտավոր բարեկամության։ Երգչուհին մամլո ասուլիս է տվել եւ սկսել է արդարանալ, հայտարարելով, որ քաղաքավարությունից ելնելով է թույլ տվել, որ իրեն հայը գրկի։ Վերջացավ։ Նույնիսկ քաղաքավարությունից ելնելով Ադրբեջանում չի կարելի հայ հետ ոչ մի լավ ժեստ լինի։ Եթե իհարկե դա չի եղել Ալիևի հրամանով։ Հիմա քանի հոգի կա այս ամեն ինչին հավատացող։ Արեգ Քոչինյանը նմաններին քանի հոգի կա հավատացող։ Գնանք առաջ։ Եվ այսպես կա հնարավորություն գինը էժանացնելու, բայց քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինը չպիտի չասնենք։ Ինչ կա հաճոյանալու, որ հետո 3 տարի հետո պրոբլեմ չառաջանա։ Հասկացաք։
որ հիմա իջացնեն գործանքի գինը 3 տարի հետո կարող է խնդրեմ առաջանա։ Դե այն մարդիկ, որոնք համալում են Փաշինյան Նիկոլին թշնամի, իրենց համար դա զարմանալու բան չկա, կարծում նույնիսկ նեղանալու բան չկա, որովհետև սա բանանում տեղավորվում է թշնամու վարկագծի մեջ, լրիվ տրամաբանորեն։ Այստեղ միակ բանը գիտեք որն է, որ իր նախիդը կարող է դեժան հոսանքի փող տալ, բայց իրանց նախրապանը ասեց ձեզ չի հասնում, որ դուք էժան փող տաք հոսանքին, դուք պիտի հանք տաք, անկախ նայած ես ձեզ շնորհիվ եմ մնում իշխանության թե ոչ։ Սա լավագույն պատասխանն է իր նախրին եւ արդարացված, որովհետեւ նորմալ մարդիկ հասկանում են, որ սա թշնամի է եւ դժվար է սա մի լավ բան անել, որ մարդու հոգսը ֆինանսական մի քիչ թեթևանալ այս ահռելի ինֆլյացիա եւ գների այս թանկացման պարագայում։ Իսկ մյուս հանճարեղ միտքը, որ իր համար ցանկալի է, տեսեք, իր համար ցանկալի է հեցի պետականացումն է, ցանկալի է, բայց դե բյուջեի համար ծախս է, գուցե ներդրող։ Այսինքն սեփականատիրոջից խլում են, ասելով որ սա պետականացնում ենք, վերադարձնում ենք ժողովրդին, նախիրներ ծափա տալիս, հետո ասում չէ, սա մեր համար ծախսը, արեք նոր ներդրող գտնենք։ Ինչ է կարծում ով կարա լինի նոր ներդրողը, ում համար է սա արվում, ում է պետք Հայաստանը ստրկացնել, վերցնել ամեն ինչ իրանով։ Չզարմանանք, եթե դա լինի Թուրքիա, կամ թուրքական ինչ-որ կազմակերպություն, մասնավոր։ Բայց ես հիշացնեմ, այս նեռահայերին հավատացող եւ ծափահարող նախրին հիշացնեմ, որ այս ամբողջ process-ը արվում է նրա համար, որ հեծը վերադարձնի պետությանը, հեծը, եւ որ հեծում մեծ կոռուպցիաներ լինեն, կոռուպցիաներ կա, դրա համար վերցնում են, որ համ պետությանը լինի, համ ժողովուրդը էժան հոսանք վաճառի։ Այսինքն երկու կոմբինացիայով էլ իրաց նախրին մեջտեղի մատ ցույց տվեցին, բառացի։ Որ ես կարծում եմ էլի լրիվ արդարացված է։ Որովհետև ասենք իմ նման մարդկանց համար հասկանալի է, որ քո թշնամին չի կարա քո համար ոչ մի լավ բան անի։ Դու սկզբան էլ չես հավատացել դրան։ Ոգի մնում է տեսնենք ոնց են դա իրականացնելու։ Ոնց է սա ուրիշից խլածը վաճառելու այլ ներդրողին, երբ որ դե արբիտրաժի որոշում կա, որ դու հանցագործ ես։ Չի կարելի, դու իրավունք չունես նման բան անելու։ Եվ արդյունքում անես տուգանքներ ունես, դատեր անես բաներ գալու, հայցերը սրանց վրա գալու, որ էլի այդ հայցերի վճարումը դնելու են պետության վզին։ Ոնց որ ինչ որ գալիս է։ Բայց այդ ընթացքում կարող է վերցնեն ծախեն մի հատ թուրքական ընկերությանը, հիմա թուրքերը որոշեն Հայաստանում, հիմա արդեն թուրքերն են որոշում, բայց այն ժամանակ արդեն թուրքական ազնագրով որոշեն, թե Հայաստանում ինչքանով պետքա սպառեն հայկական ուրեմն գետերից, չորացած գետերից ստացվող էլեկտրոէներգիան, Հայաստանում արտադրված ատոմային էներգիան, որը ամենաէժանն է, որը չի կարող լինի այսքան թանկ, ինչքան հիմա է։ Եվ այսպես լֆիկ երկուս այսօրվա լֆիկ երկուսը ուղղակի Արմեն Սարգսյանի փեսենա, Արմեն Սարգսյանին հիշում եք, Արամ Սարգսյանի Վազգենի մյուս քուրն է էլի, հիմա դրա փեսենա լֆիկ երկուս, որը որոշել է, որ նույն շուկան, նույն ծածկած շուկայի մոդելով սարքացման է, Կոմիտասի պետք է քանդի տեղը սարքիշեն 25 հարգանի եւ քանի որ շենքը մտած է մշակութային ժառանգության պահպանման ցուցակի մեջ, սրանք դատի են տալիս ԿԳՍՄ-ին, որպեսզի հանեն այդ որոշումը, որ իրավունք ունենան սա քանդելու եւ այս պայմաններում, որ ոչ պարկինգի տեղ կա, ոչ շարժվելու տեղ կա, ոչ օդ կա, ոչ կոյուղիներն են բավականացնում, ոչ ջրի քանակությունը,
Այսինքն ամբողջ Հայաստանը, ամբողջ Երևանը ինքը արդեն պրոբլեմատիկ քաղաք է, սրանք որոշել են մի հատ 25 հարգանի շենք կառուցեն այնտեղ, որտեղ մեր հիշողությունն է։ Բայց դուք հասկանում եք, չէ՞ որ այս քաղաքի կենթանիների համար հիշողությունը կարևոր չի։ Դե անասուն են էլի, կարևոր չի։ Մարդը անասունից ինչով է տարբերվում հիշողությամբ։ Իրանց համար ինչ տարբերություն, իրանք այդտեղ չեն խաղացել, իրանք այդտեղ առևտուր չեն արել, իրանք ոչ մի բան չունեն կապված դրա հետ։ Նույնը արեց այս քաղաքի հետ Ռոբերտ Քոչարյանը, որտեղ ինքը չէր մեծացել Երևանի կենտրոնում, ինքը այդ Հյուսիսային պողոտան որ քանդեց սարքեց, այսինքն Վրաստանը ունի հավլաբար, մենք կարող էինք ունենալ այդպես մի հատ փոքրիկ անկյուն, չէ՞ Երևանի կենտրոնում։ Որ ասենք աղբիճան Երևանի տարիքը մենակ Երևանու թանգարանը չի, Երևանը այսքան հին է, տես է սիրու փայտից բակերը կորբանել։ Դրա ինչ որ հին բան տենալու համար մարդիկ ասում են Թիֆլիսով տեսեն։ Իհարկե Թիֆլիսի ճոխությունը բանը չկա, բայց կարելի է գոնե պահել են փոքրիկ բաները, որ միջև այսօր կա, չէ՞ որ Աբովյան փողոցում մնացել է մի քանի բակ, որ Վերսեսիլուն մեջը անտիր ռեստորաններ է սարքած, ոչ թե մոդեռն, այլ կոլոդիտի մեջ էլի։ Իդար ամբողջ քաղաքատես կարա լիներ կենտրոնը, բայց Քոչարյան Ռոբերտի համար փողն էր կարևոր, ինքը տեղ չէր մանեկը, ինքը տեղ չէր սիրահարվել, ինքը տեղ մանկություն չէր ունեցել, չէ, իր համար ինչ ունի։ Ասֆալտը փռի, շենքը սարքի, փողը տար։ Մարդկանց էլ ծեծելով սպանելով տներից անի։ Հիմա այս մոնղոլաթաթարական արշավանքները շարունակվում է։ Ու նույն մարդկանց ձեռքով, որոնք Երևանի հետ ոչ մի կապ չունեն։ Ոչ մի ասոցիացիա չունեն Երևանի հետ։ Ու մտածում են հիմա ժամանակն է, քանի որ Վազգենի քուրը ԿՊ-ի հետ կարող է հարցը լուծի, բա Երևանի քաղաքապետարանում է, ավականի է, ինքը կարող է ազդի այդ որոշումների վրա։ Ու ամենատակրկիրը գիտեք որն է, որ այս տարածքը հետևի մասը առել են դաշնակներից 22 թվականին։ Պատկերացնում եք։ Այսինքն դաշնակներն էին սեփական աշնորհը հետևի տարածքը։ Ով ինչ կարացել է, բոլոր իշխանությունները, բոլոր դե մասնավորապես դաշնակները, ասես քերել են, էլի։ Քերել։ Բոլորը փայ են։ Բացի ժողովրդից, բոլորը փայ են այս քաղաքին։ Իրանք սրանցից են, էլի։ Սրանցից։ Այս պատերազմը Նիկոլը բերեց, ամեն ինչով բերեց, եւ պետք է պատասխան տա։ Պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ հիմա երկնքում է։ Նիկոլ չես մարսելու, Աննա չես մարսելու, երդած ես խոստանում եմ, չես մարսելու։ Ես ձեզ խոստանում եմ, որ հնարավորին առիթներով ձեզ հիշացնելու եմ դուք ով եք, Արամ Սարգսյան, Գեգամ Նազարյան, մնացածները ով եք դուք։ Սա իմ ճաշակը չի, սա իմ բանա, ֆանտազիայի արդյունքը չի, սա իրականությունն է։ Աբգար ջան, չներես, տղես։ Չներես հորդ։ Ուղղակի չներես։ Ոչ էլ մեխակ, դու կներես։ Առանց քեզ է մեծացել լակոտը, դրա համար էլ այտենց դարձավ, որ դու լիներ ուրիշ բան կլիներ երևի։ Ու այդ ընտրությունների օրն էլ հենց մեխակավանում սրանք միջոցառում էին արել, եթե հիշում ես։ Չներեք տղեկ սրանց։ Չներեք նաև սրանց։ Սա խորհրդարանական ընդդիմությունը շատ կերպավոր եմ ասում, ակցիա է արել։ Կառավարության անդամների սեղաններին քաղբանտակների նկարներին ա դրել։ Առահա, արա այս ինչ ակցիա եք արել, բայց դուք այս ինչ ակցիա եք արել։ Կարող եք նույն ձևի համերաշխ ձևով դուրս գաք խորհրդարանից։ Հələ փորձեք։ Այս sense էժան կապիկություններով էլ ժողովրդից վաղացնում են։ Սա ոչ այլ ինչ է, քան էժան կապիկություն։ Ես ասում եմ, ակցիա եք ուզում արեք, սյուրպրիզ, ազդեցիկ։ Ձեռքի բռնեք, դուրս եկեք խորհրդարանից, տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Կանեք, իհարկե չեք անի։ Բա
որ անող լինեիք, ձեզ որտեղից է տարածները սեփականաշնորհած։ Հա, Արձվիկ Մինասյան։ Տեսեք հիմա ինչա կատարվում։ Արման Թաթոյանը վերցրել է ու բարկացել է։ Ինչ առաջարկում։ Երկու նախագահներին էլ կոչ անում, որ եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանը պարտվի, ընտրություններին մի մասնակցի։ Հետաքրքիր է։ Ու լուրջ հիմնավորում է։ Այն ինչ որ հիմնավորման մեջ է, ոչ մի սուտ, ոչ մի չափազանցած բան չկա։ Կարելի է ծափ տալ։ Ո վերջապես։ Հիմնավորումը թե Նիկոլ Փաշինյանին առայսօրով ապահել իշխանության։ Որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ձեզ մարտահրավեր ներդել, ասել արեք բանավեճի հետս, որ ձեզ այնքան բան կասի, դուք էլ պետք է իրան հակառակն ասեք, հետո դուրս է գալու դուք էլ եք մեղավոր, ինքն էլ է մեղավոր, ինքն էլ դառնալու այդ ֆոնի վրա, որպես ավելի շատ ղժղժացող աղտուկ։ Ասում է դուրս արեք, Արման Թաթոյանն էլ իրան հրավիրում է հունվարի 15-ին, ասում ես Պետրոսին էլ հետդ բեր, Պետրոս Գետադարձին, ասում հետդ բեր, որ մենակ չզգաս քեզ։ Արման Թաթոյանը Սերժիկ Սարգսյան չի, ճիշտ է Սերժիկ Սարգսյանն է ներկայացնում, բայց ամեն դեպքում Սերժիկ Սարգսյան չի։ Փաշինյան Նիկոլի ղժղժոցը այս պարագայում այդքան էֆեկտիվ չի լինել։ Մաքսիմում գիտեք ինչի կարա հիշացնի։ Ասեմ Թաթոյան, թե այս բանը կոզերը չտամ Նիկոլին, բայց դու գիտես, չէ՞ այդ հանգամանքը կա։ Եթե բախներս բերեինք այդքան անուղեր լինի, որ այդ հանգամանքը չհիշի, բախտդ կբերի։ Բայց որ մի օր գա, ես տնելու եմ դեմը։ Որպես ասելիք, լուրջ հանցանք։ Բայց անցնենք դեռ։ Ես այսօր քո թշնամու չեմ օգնի այդ հարցում։ Եվ այսպես։ Առաջարկում ասում է դուք ձեր կառավարումով Ռոբերտ ու Սերժիկ բերել եք այն վիճակի, որ ժողովուրդը 18-ին սրան բերեց իշխանության ու այն վիճակը չմոռանալով հանդերձ 21-ին էլ ընտրեց սրան բաններ վարշապատի ընտրություններն էլ ցույց տվեց Քոչարյան Ռոբերտ եւ Սերժիկ, որ ձեր Երևանը ամենամեծ նվերն է իրան։ Գնացեք, թողեք, ինքն էլ առաջարկում է իրան որպես վարչապետի տեխնացու։ Ինչ կարող է պատասխանեն Սերժիկն ու Ռոբիկը։ Իմ հասկացողությունով։ Ռոբիկը չի ասելու հա, որովհետև կասի Սերժիկ, դու այնքան աֆերիստ ես, որ դու իբր չկաս այս բանի մեջ, դու Արման Թաթոյանի դեմքով ես ներկայանում։ Բայց ես ուզում եմ ասեմ, բայց Քոչարյան Ռոբերտ մեռանք ասելով, արա, այդքան ուղեղ չկա գլխիդ։ Քեզ մեռանք ասելով, քո դեմքը նենց արա մարդիկ մոռանան։ Գտեք մի հատ երիտասարդ, որ ոչ մի բանով քեզ չի հիշացնում։ Կարող է մի կերպ սենց ասոցացնեն, բայց Արման Թաթոյանի նման հանցագործ չի։ Այսինքն այն հանցագործը ինքը որ այդ ասենք երևի շատ քչեն են ինչի մասին է խոսքը։ Հա? Բայց ասենք այդ համակարգային կոռուպցիոներ նախարար չի եղել, բան չի եղել, Արման Թաթոյանի կոռուպցիոներ չես կարող ասել։ Հա։ Հիմա մեռան քեզ ասելով Ռոբերտ, գնա, եթե չես ուզում լքես քաղաքականությունը, անց դեմքդ մոռանաք ուրիշի դեմքով ներկայացրի, այն ինչ որ հիմա Սերժիկ Սարգսյանն է։ Բայց ես վստահ եմ, որ Ռոբերտը այդ քթածակը չունի, այդ ճկունությունը չունի, իրանից այնքան աշխատ չի տեսնում, ինքը վերջի բոյնն է, ինքն էլ գիտի, որ ինքը 1-2% է, մաքսիմում 5%, հա, ոնց արարենք իրան ծավ չի լինում։ Նույնիսկ եթե մի հոգի կա այնտեղ, բանը, ասենք եթե ճիվաղը իր 10-15% ունի ստաբիլ, դու դա չունես։ Քոնը 1-ից 6%-ը նայես ոնց ենք այդ հասը գնում։ Բայց քանի որ ինքը այդքան ճկուն ուղեղ չի, ուղեղ չունի, հաստատ չի անելու դա։ Եվ ինչա սպասվելու արդյունքում։ Արդյունքում մենք արդեն հասկացանք, որ Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը կներկայանա Արման Թաթոյանի դեմքով, որը վատ չի, այսինքն մերժելի չի առնվազն, շատերի համար, ես չեմ ասում իմ համար։ Իմ համար էական չի։ Այսինքն չէ, էական ով ներկան, չէ, ով է լինելու վարչապետ, բայց Սերժիկ Սարգսյանը ում դեմքով է ներկայանում, էական չի։ Ու նույն ճկունությունը փաստորեն չի կարողանալու դրսևորի Ռոբերտ Քոչարյանը եւ ամենավատը գիտեք որն է չի հրաժարվելու ներկայանալ
որի ներկայությունը արդեն մեծ օգնություն է հենց Փաշինյան Նիկոլին։ Ուղղակի ստեղ գալիս է արդեն օգնության այն մյուս տեխնացուները, որոնք անպայման լինելու են։ Առնվազն գոնե 2-3 հոգի կա արդեն անդիմության հատվածում։ Ես չեմ բացառում երևի էլի կլինեն տեխնացուներ, այսինքն մի 6-7 հոգի առնվազն ակնկալիք կա, որ լինելու է Սերժիկից ու Ռոբանից Նիկոլից բացի այս ամեն ինչի մեջ։ Թե ինչով կավարտվի այս բանը հրավերը հունվարի 15-ին Փաշինյան Նիկոլը կգա բանավեճի Արման Թաթոյանի հետ թե ոչ, ես չգիտեմ, տեսնենք ինչ կլինի, բայց արդեն պարզ է, որ Սերժիկը հասկացավ ինքը ինչ պետք է։ Եթե միջև հիմա կառավարում էր, ասենք Տոնոյան Դավիթի ձեռքով, ասենք Վանեցյանի ձեռքով, իր ուժայիններին դեր են, չէ՞, Օսիպյանի, գլխավոր դատախազի, հետո արդեն դրանց շարունակությունները, որ էլի իր մարդիկ են հիմա, վարչապետի տեխնացու, ինքը գալիս է ներկայանում Արման Թաթոյանի դեպքով։ Գնանք առաջ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն ԿԳՍՄ եւ Վահագն Խաչատուրյանը իրան նվեր արել։ Ինչու՞ պատվոգիր է տվել, հարց հետի չի։ Ու գիտեք առաջի շնորհավորողն ով է։ Սերժիկի իշխանի կինը։ Սերժիկի իշխանին հիշում եք, Սերժիկի երեք նկարացույց տվել։ Սերժիկի իշխան Զաքարյանը իր բանն էր, չէ, ոնց է կոչվում այդ հակակոռուպցիոն, չէ, վերահսկողության բաժնի պետն է։ Սերժիկի վերահսկողության, այսինքն Սերժի դրամապանակը։ Այսօր Նիկոլի համար աշխատում։ Եվ Պետրոսի կնոջը պարգևատրելու առաջի շնորհավորողներից մեկը բանի կինն է։ Խնդրեմ։ Իշխանի կինն է։ Որ ասեմ, սրանք ոչ մի տեղ չեն գնացել կամ չեք հավատում։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում Հմեկում եւ սրանք ինչ են անում Հմեկում։ Պարզվում է, լավ, ես թողեմ այս մասին թող հետքը հենց պատմի, ուղղակի սկզբանե ասեմ, որ սրանց ամեն ինչն է fake, փաստացի։ Աբաջանի պապուց սկսած, Ռոբերտ Աբաջանի պապուց սկսած, որ բերեցին մեզ ներկայացեցին, fake պապում, միջև հիմա, միջև այս ծափ տվողները։ Նայեք, հետքի ռեպորտաժը։ 22 միլիոն դրամ։ Այսքան գումարը 2025 թվականին հանրային հեռուստաընկերությունը վճարել Individuum Casting SPԸ-ին հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար, եթե ավելի պարզ, հանրայինի հաղորդումների ընթացքում ծափահարողների համար։ Individuum Casting SPԸ-ն եւ հանրային հեռուստաընկերությունը այս տարի երկու պայմանագիր են կնքել 12 եւ 10 միլիոն դրամ արժեքներով։ Երկու պայմանագրերի դեպքում էլ մրցույթ չի անցկացվել։ Ծառայությունը ձեռք է բերվել 1 անձից գնման ընթացակարգով։ Համաձայն գնումների մասին ՀՀ օրենքի գնումը կարող է կատարվել 1 անձից, եթե գնման գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Համաձայն պետական գնումների Արմեպս հարթակի տվյալների 2020-2025 թվականների ընթացքում Individuum Casting SPԸ-ի հետ կնքվել է 13 պայմանագիր։ Դրանցից 12-ը հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի հետ, մեկը վարչապետի աշխատակազմի։ Այս պայմանագրերի ընդհանուր գումարը 80 միլիոն 422 հազար դրամ է։ Դրանցից միայն 4-ի դեպքում գնման գինը չի գերազանցել 1 միլիոն դրամը։ Հետքրքրավոր հարցում ուղարկեց հանրային հեռուստաընկերություն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը հարցմանն ի պատասխան նշել է, որ համաձայն կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի համար 526N որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի, հատուկ եւ բացառիկ իրավունքի առկայության հիմքով հեռուստահաղորդումների պատրաստման ընթացքում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը բացառությամբ շինարարության կարող է ձեռք բերվել 1 անձից գնման ընթացակարգով։ Սակայն հարց է առաջանում, ինչպես կարող է հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն լինել հանդիսատեսի ապահովման ծառայությունների մատուցման դեպքում։ Ըստ էության, ծափահարողների մասնակցությունն ապահովելու ծառայությունը չի ենթադրում որևէ ընկերության կամ անձի հատուկ կամ բացառիկ իրավունք։ Համաձայն պայմանագրի Individuum Casting SPԸ-ն պետք է ապահովեր հանդիսատեսի ներկայություն հանրային հեռուստաընկերության հաղորդումների ընթացքում։ 1 անձի 8 ժամ տևողությամբ նկարահանման մասնակցությունը ապահովելու համար
Հանրայինը ինդիվիդուում կաստինգ ՍՊ-ին վճարել է 2900-ից 4500 դրամ։ Գումարի այս միջակայքը կապված է հանդիսատեսի տարիքի հետ, մասնավորապես 18-ից 50 տարեկան մեկ հանդիսատեսի համար ընկերությանը վճարվել է 4500 դրամ, իսկ 50-ից բարձր տարիքային խմբի համար 2900 դրամ։ Հատուկ կերպարների ներգրավման համար ընկերությանը վճարվել է 11150 դրամ։ Մենք նաև գրավոր հարցում ուղարկեցինք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, խնդրելով նշել, թե արդյոք խնդիր չի տեսնում տարիքով պայմանավորված նույն աշխատանքը կատարող մարդկանց տարբեր գումարներ վճարելու մեջ։ ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ իրենք իրավասություն չունեն մասնավոր ընկերությունների վերաբերյալ գործեր քննել, եւ մեր հարցումը վերահասարակրել են Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին։ Ինդիվիդուում կաստինգ ՍՊ-ն հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության սեփականատերը Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։ Աշոտ Սարգսյանը ավականու անդամ է ընտրվել նաև 2018 թվականին։ Իմ քայլը խմբակցության ցուցակով։ Սարգսյանը 2018 թվականի օգոստոսից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2020-2022 թվականներին ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։ Այս պատմության մանրամասները կարող Ինքը ամեն ինչ է, էլի, ամեն ինչ է, մնաց պաժարնիկ աշխատի։ Ամեն ինչը փաստորեն եղես կարդալ հետքում, իսկ մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ սոցցանցերում։ Այսինքն, այն որ դուք ծափերը լսում ենք, մենք հանրայինում էլի, կարծիքների ժամանակ դրանք այս վճարվողներն են, որոնց բերում են փողի դիմաց, որ են ծափ տան, դե բնականաբար այնտեղ ում են ծափ տալու, ով վճարում է, նրան էլ պետք է ծափ տան, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես ասում, սրանք ամեն ինչում են fake, ամեն ինչում։ Երևի սրանց ծնունդն էլ է fake։ Սրանք չեն ծնվել, ոնց որ բոլոր նորմալ մարդիկ, իսկ սրանք առաջացել են։ Ատեղել են կարողացել fake են, էլի։ Եվ ամենայն հավանականությամբ մտածել եղել է, որովհետև բնական ճանապարհով ծնված մարդը չէր կարող դառնալ քպայական։ Հիմա հարց դատախազին, արդեն երկրորդ հարցը է այսօրվա։ Այս հանցակազմը չեք նկատել, թե չգիտեիք սա մասին։ Հիմա իմացաք հայտարարությունը, վերցնում եք մամուլից վերցնում եք, չէ՞ որ դուք նստած ամբողջ օրը, ամբողջ իրավապահ մարմինները Facebook-ն են ֆիլտրում, տեսնեն ով է վարչապետի մասին ինչ գրում, որ գնան տնից վերցնեն ամբողջ իրավապահ համակարգը։ Դրա համար էլ ինչ հանցագործություն ասես, դրսում կա ազատ։ Որովհետև այդ ռեսուրսը ինչով է զբաղված։ Փաստորեն, այդ ռեսուրսը զբաղված է մի բանով, ապահովել Հայաստանը թրքացնողի անխափան գործողությունները։ Տեսեք, իր ընտանիքի թրքացման գործողությունները ապահովում են այդ մարդիկ։ Ոչ միայն իրենց, ամբողջ Հայաստանի, ընդ որում նաև իրենց ընտանիքի։ Դրանց տնեցիքներն էլ, ասենք երեխան կինը կամ ծնողներն էլ գիտեն իրենց զավակը գնացել է բանի կամ հայրը գնացել է աշխատանքի։ Ոչ, հարգելիներս, օրգաններում է աշխատում։ Ապահովում է ձեզ սահուն թրքացում։ Թե սահուն թրքացումը ապահովելուց հետո ինչ է էլ սահուն կգնա կամ սահուն չի գնա։ Կներեք, արդեն ոչ մեկ չի կարող երաշխավորել նույնիսկ ձեր այդ հալալ զուլա զավակա, բարեկամա, չգիտեմ ով։ Այդ որ համազգեստավորը այսօր նստած ապահովում է Հայաստանի սահուն թրքացումը։ Դե բնականաբար այս հանցագործություններն էլ չեն տեսնելու։ Բայց դրա մասին ես կներեք դատախազին հարցեր ունեմ ամենավերջում։ Ինչպես գիտեք, ամենալավ բանը պահում են վերջում։ Չգնաք եւ տարածեք։ Եվ այսպես Եվրոմիության արտգոց նախարարը Կայա Կալլասը կոչ է արել հավելյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի եւ Եվրոպայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար։ Ռուսաստանի վրա Եվրոպայի եւ Ուկրաինայի եւ Եվրոպայի համար լավագույն արդյունք ապահովելու։ Հիմա ուզում եմ այս ուկրաինացի մեր ընկերներին հարցնեմ։ Երկու տարբերակ կա։ Կամ դուք շարունակում եք իրան
Ամերիկայի փոխարեն դուք փողը տալ, որը դուք այդ ամեն ինչը չեք կարող անել, կամ ես եմ հիմա ուզում մեղադրանք ներկայացնեմ ձեզ, որ դուք իմանալով հանդերձ, որ սա վաղ թե ուշ կանգնելու է ձեր առաջ, հա, դուք միջոցներ ձեռք չեք առել, կամ Զելենսկու գամերը քաշելու համար, կամ ուղղակի հասկացնելու, որ գիտես, իմ ժողովուրդը, եվրոպացի ժողովուրդը աշխատում հարկամում վճարում, որ ես իրա դպրոցները, ճանապարհները, առողջական համակարգից կտրեմ այդ փողերը, տամ քեզ, որ դու պատերազմ անես, բայց ոչ Հայաստանաս։ Դուք բոլորդ դավաճանել եք ձեր իսկ հարկատուներին, որտեղ բոլորդ իմացել եք ինչա կատարվում Ուկրաինայում։ Հիմա ասում են կոչանեք ճնշում անեք Ռուսաստանի վրա։ Այո, կարող եք ճնշում անել, բայց դուք ազնիվ չեք։ Ազնիվ չեք, որովհետև փողի մեծ մասը տալիս է ոչ թե դուք, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ ճնշում եթե պետք էր արվել, հա, ոչ թե Ռուսաստանի վրա։ Ռուսաստանին պետք է ուղղակի հաղթել։ Այդ ճնշումը պետք է անել Զելենսկու վրա, որ նա կարողանար ճիշտ օգտագործելով փողը վաղուց պարտության ենթարկել Ռուսաստանին, որը լրիվ հնարավոր է։ Տեսնենք, մեր երկու բան մնաց, ինչով է վերջանում, վերջ ինչ են ստորագրում։ Քանի որ վաղը, արդեն այսօր մեր մոտ դեռ վաղն է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ հայտնի տոնն է, այդ հնդկահավի, ասում են շնորհակալության, գոհաբանության օր։ Այդ առիթով ելույթ է ունեցել եւ ամբողջ ելույթի թեման եղել է թե ինչ վատն է Իլինոյսի Չիկագոյի քաղաքապետը եւ տարածքի գուբերնատորը, ինչքան չաղա ու ինչքան կեղտոտ գադա է, իր բառերով ասած, եւ ներում աշնորել իր միլիարդատեր ընկերոջը, հարկերս խուսափելու համար, որի վրա քրեական գործ կար, որովհետեւ նա $1 միլիոն նվիրել է իր ֆոնդին։ $1 միլիոն նվիրել է, այս մարդը նախագահացը, ներում աշնորել իրը։ Սա այդ օրվա կապակցության իր ելույթն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ հասկանաք ինչ է նշանակում մեկին քաշի, գույնի, կրոնական հետ կրոնի տարբերության հետ կապված վիրավորել, սա հանցագործություն է։ Հանցագործություն է, դա դիսկրիմինացիա է։ Սա մաս քրեական գործ կարելի է հարուցել։ Ու դա անում է երկրի նախագահը, երկու հանցագործություն է անում։ Գուբերնատորի քաղաքապետը ասում է խոս, չաղ, հա, Էներ այն պարագայում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարծեմ մոտական 30-40% բան է, overweight obese կաներ, ասենք շատ չաղ։ Այդքան մարդկանց պատկերացնում եք, իր ռեյտինգ ուր անգնելու հիմա։ Մյուս հանցագործությունը, որ հանցագործի $1 միլիոն դիմաց, ներում աշնորհել։ Musk has just enabled a pretty fantastic new location transparency feature on X. And it turns out that a ton of Trump supporting MAGA accounts aren't actually operated out of the United States, Cenk. Huh. That's so weird. Turns out there's Israeli. I was led to believe that was a conspiracy theory, huh? Yeah. So now, of course, as with anything exposing Israel, like Grok did. Եվ այսպես ինչ է եղել։ Իլոն Մասկը այսօր հնարավորություն ա տվել X-ում, այդ հարթակում, որպեսզի օգտագործողների գեոլոկացիա ներվա։ Եվ պարզվել է, որ ամենաուժեղ Թրամփի աջակիցները, ամենաուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չէ։ Ավելին ասեմ, որ բոլոր պետական կարևոր այն ղեկավարների հաստատությունների account-ները, հաշիվները, որոնք այդ բանում կա, ներկայացված են, դրանք էլ Ամերիկայում չեն։ Այսինքն ամերիկյան կարևոր դեպարտամենտների հաշիվները բացված է դրսում։
եւ ամենաուժեղ, տրամփականները, էլի գրանցումները դրսում։ Իլոն Մասկն դա բացահայտել։ Հնարավորություն ա տվել, ինքը ոչ մի բան չի արել, ինքը հնարավորություն ա տվել, բացեք նայեք, որ կարողանան նայել, ով որտեղից է գնում։ Հա, որ հասկանան այս օկտատերը, ասենք, որ ընտրություններին է միջամտում բանան, որտեղից է, որտեղ է գրանցված ինքը։ Պարզվում է Նիգերիայում, Իսրայելում, Կամբոջայում, որտեղ ասես կա, բայց դրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում չէ։ Ոչ միայն մագայի հետևորդներ ամենաուժեղ, այլ նաև պետական կառույցների անունով գրանցված հաշիվները։ Էլի Ամերիկայի Միացյալ Նահանգներում չի։ Ես որ ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա Իսրայելի գաղութն է, իսկ սա ընդհանրապես սպանում է։ 1974, out of nowhere, Jeffrey Epstein, a college dropout with 0 teaching credentials, lands a job as a science and mathematics teacher at one of the most elite schools in America, the Dalton School. No degree, no certification. 1974 թվականին դեր ոչ մի բան իրենից չներկայացնող է Էփշտեյնը, ոչ մի բան իրենից չներկայացնող, առանց որևէ սերտիֆիկատի եւ կրթության Ամերիկա ամենաթանկանոց private school-ների միանգամից պրոֆեսոր է ներկայացնում Dalton School-ի։ Որի բարձվում է հետագայում, որի ղեկավարը սիոնիստ մեծահավուր մեկն է, որի երեխաները աշխատում են նախագահների, բոլոր նախագահների ապարատներում, մի խոսքով, բարձրագույն մակարդակի կառավարիչներ են, կառավարության մեջ աշխատողներ են, եւ որոնք միաժամանակ նաեւ Իսրայելից են, եւ հետո բարձում է որ դրանցից մի քանիսը նաեւ Մոսադի ագենտներ են։ Իսկ այս 74 թվականից է այս մեխանիզմը դրած, որը աշխատել է տարիներ շարունակ։ Ու սա որպես Մոսադի ագենտ բերել են առանց որևէ սերտիֆիկատ ու սկսել է դաստան։ Երկար տարիներ։ Ու մցրել են իրան բոլոր տեղերը, ասենք, սա ոչ մեկն է, բայց նախագահների սպիտակ տուն մտել դուրս եկել, կոնգրեսը մտել դուրս եկել, իհարկե իր բանով չի եղել են, տարել, բերել են, իրեն ամեն ինչ արել։ Նախագահների հետ իրենց ինքնաթիռով կամ ուղղաթիռով թռել է, լինելով ոչ մեկը դեռ 1974 թվականից։ Եվ ամենահետաքրքիրն ինչ է, որ 73 թվականին դուրս եկել ֆիլմ, ոնց են մանկահասակ երեխաների պորնոգրաֆիկ պորնո ինդուստրիայում շահագործելով դրանք դարձնում կամպրամատի մատերիալներ, որով կառավարում են բոլորին։ 73 թվին այդ ֆիլմը դուրս է եկել եւ մեկը մեկին կրկնել են այն ինչ որ արվել է երկար տարիներ։ Ինչեւ իրան կբռնի։ Եվ այդ ամեն ինչի մեջ եղել է նաեւ Թրամփ։ Դրա համար էլ միջև հիմա չեն բացում թե ելով ա եղել։ Մի հոգի ապաց իր կինը սրա զուգընկերում 20 տարի դատված է։ Այսինքն 20 տարի մեղադրանք կավարել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնվում է full ամբողջական կոնտրոլի տակ հենց Իսրայելի կողմից, ոչ թե հակառակն է։ Բայց առայժմ այս ամեն ինչը, որ դուրս է գալիս փաստերը, սրանք անպայման ունենալու է հետևանքները։ Հիմա ավելին ասեմ, Կատարը եւ Իռլանդիան մեղադրում են փաստերով Իսրայելին, որ Իսրայելը օգտագործել է Գազայում քիմիական զենք բնակիչների վրա։ Ուղիղ մեղադրանք կա։ Սրանք լուրջ մեղադրանքներ են եւ ունենալու են նաեւ իրանց լուրջ հետևանքները։ Ուզում սա լսեք, այս սանց լեկտիվությանը սահման չկան շուտ։ Is terrifying right now. And the reason I say it's terrifying is that where we have been successful in fighting right-wing anti-Semitism historically, we have worked very closely with law enforcement. We've worked very closely with the FBI. We have a federal government right now that refuses to condemn white nationalists. We have the Սրանք ներված են ու պատմում են, որ
Իրանք ունեցել են total control FBI-ի վրա, FBR-ի վրա, կառավարությունների վրա, բարձ ասում են դրա մասին։ Ու այսօր իրանք ասում են, որ խնդիր ունենք, որ անտիսեմիտիզմը մեծանում է։ Իրանք ասում են, մենք կոնտրոլ ենք ունեցել, ասում են, մենք ինքը Ամերիկայի քաղաքացի է, բայց ինքը խոսում է Իսրայելի անունից։ Ասում մենք իսրայելցիներից կոնտրոլ ենք ունեցել ամեն ինչի վրա, բաց մեր կոնտրոլի վրա է։ Ու հիմա մենք խնդիր ունենք այդտեղ անտիսեմիտիզմի։ Ժողովուրդը հա տարբեր ձևերով դուրս է գալիս մեր դեմ։ Եվ ասում է արդեն մեր իսկ աջակիցները J.D. Vance-ի մասին է մասնավորապես խոսքը, երբ որ իրեն ասում է հարց տվեցին, որ Իսրայելը ամբողջովին կառավարում է Դոնալդ Թրամփին, ինքը պատասխանեց, որ Իսրայելը չի կառավարում Դոնալդ Թրամփին, որ իրանց ջղայնացել է։ Ասել են Դոնալդ Թրամփին եւ մնացածին, բոլոր նախագահները Իսրայելն է կառավարել, ինքը պատասխանել է, որ Իսրայելը չի կառավարում Դոնալդ Թրամփին։ Այս պատասխանը J.D. Vance-ին, իսրայելցիներին, բանը բարկացել է, ոնց թե։ Ոնց մենք չենք կառավարում։ Ո՞վ է կառավարում, կարող դուք ձեր գլխի եք աշխատում։ Սա ոչ մի քայլ հետ չեն գնում։ Բացարձակապես, որը տանում է մեդակ մի ուղղությամբ։ Ուսանայեք, մեկը վերցրել է այդ Հիտլերի սվաստիկան է նկարել բանի վրա։ Եվ կամերաներով գտել են, որ Under attack in New York. Did you see this? New York These were sprayed all over New York City. But wait, we saw video footage of the guy who was spraying it. Look, here he goes. Oh, wait a second. Is that an Orthodox Jew? Չգտել են վիդեոն, որ այս բանը հրյաներն են նկարում։ Նյու Յորքում պատերին սվաստիկա նկարողն են հրյաներն են։ Որ հետո գորան, անտիսեմիտիզմ է աստեղ, մենք վախում ենք, մեր վրա բան կա։ Իրանք իրենց վրա ցուցմունք են տալիս։ Ծանրավիճակները։ Այսօր երկու հոգու վրա կրակել են իր այդ National Guard-ից ու հրամայել է, որ 500 հոգի Վաշինգտոնում տեղակայան։ Ոնց է երկու հոգու վրա կրակել են։ Եվ սա իր բանով, այս National Guard-ով ուզում է խեղդի բոլոր բաները, տարածքները։ Եվ Նյու Յորք, եւ փաստորեն ինքը չի կարողացել Իլինոյսում անի, Չիկագոյում։ Դրա համար իրենց վարչը բնե քաղաքապետն ու բանը, գուբերնատորը խոզեն։ Մամդանին ասել է, դու չես կարող Նյու Յորք մտնես արդեն։ Իր մոտ չկարողացավ ոչ մի բան ասել։ Իր մոտ Մամդանին հարցրեցին, դու էլի այն կարծիքին ես, որ բանը երկող կողք կանգնած, չէ, Մամդանին կանգնած էր, Թրամփը նստած էր։ Հարցրեցին, դու էլի այն կարծիքին ես, որ Թրամփը ֆաշիստ է։ Թրամփն ասեց, մի պատասխանի իրան։ Հիմա այս մարդը, այս ոչ adekvat մարդը դեռ Հայաստան բանը ասում Հայաստանի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, բայց այն ինչ որ ինքը հիմա անում է, շատ արագ իրան տանում է գործանման։ Արագ 26 թիվը մեծ երաշխավորված փոփոխությունների տարի է լինելու։ Թե մեր համար ոնց կլինի, շատ բանով կախված է մեզ, բայց հնարավորության դուռը էլի բացվել։ Իսկ Եվրոպայում Լեհաստանի ներկայացուցիչը հրյաների այսօրվա գործողությունները համեմատել է մարդակեր Հանիբալների հետ։ Այսինքն այն ինչ որ իրենց հետ կատարվում էր Auschwitz-ում բանում, հա, մեկ ինչ որ հրյաներին վառում են, հիմա հրյաները նույն բանն անում են ավելի վատ եւ իրանք ավելի մարդակեր գազան են, քան Հիտլերն է եղել։ Լեհաստան։ Վերադառնանք Հայաստան։ Լեռնահովիտում Հայաստանի Լոռու մարզի հյուսիսային հատվածում գտնվող Լեռնային գյուղում հայտնաբերվել է ուշագրավ հնագիտական գտածոլ։ Վանաձորից արևելք, որը հայտնի է քրիստոնեության ժառանգության մնացորդներով։ Մի խոսքով, գազատարի սովորական փոխարինման աշխատանքները վերածվեցին պատմական կարևոր իրադարձության։ Զգացել եք այս վերջերս ինչքան հաճախակի դարձել նման բաները։ Բնությունը մեր հետ խոսում է, ժողով։ Մեր երեք չէ 4000 տարուշում
4000 տարեկան կճուճի են հանդիպել գազատար փոխելու ժամանակ։ Ես ընդամենը խոսացի Շենգավիթի հնավայրի մասին, որը 6000 տարեկան է։ Այսօր գտել են էլի այս քանդակը մանրազնին ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ սա միջդարարյան քրիստոնեական տեսնում եք, քրիստոնեական ինքը ու բացառիկ նմուշ է։ Գրեթե ամբողջովին կերպով պահպանված հուշարձանի կողքին հայտնաբերեցին նաև մի շարք քարե բեկորներ, գյուղի բնակիչները նշում են, որ սա առաջին նմանատիպ գտածոն չէ, տարիներ շարունակ տարբեր հատվածներում հայտնաբերվել են կաբանոթի բեկորներ, ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են, որ այս շրջանում ժամանակին տաճար է եղել, եւ այդ համոզմունքը այժմ ավելի հավանական է թվում։ Ես որ ասում եմ պատմությունը, հնությունը մենք կողք կողքի ենք ապրում, մենք վրան ենք ապրում, վրան։ Սա իրականությունն է։ Այս ամեն ինչը գալիս է մեզ հուշի, որ այ ժողովուրդ ջան, այ հայ ջան, դու հայ ես, քո արմատները այնքան խորն են, որ մի հատ լապատկեն խփում ես, տակից դուրս է գալի, այնքան մի պատմություն, հարստություն, ամեն շերտի տակ, դու մի բան ունես, դու Նիկոլ չես կարա լինես, հասկանում եք, դու հələ մի հատ քեզ մի պահ նեղություն տուր, մտածի, թե դու ինչքան խորն ես, այս ամեն ինչը մեզ հուշում է դրա մասին, ես չգիտեմ քանի հոգին է սա լսում է, սա շատ հետաքրքիր բան է, ուզում ես լսեք։ Больше всех азербайджанские ученые установили, что больше всех витаминов содержит лапси. Լավ հումոր ասում, ադրբեջանական գիտնականները հայտնաբերել են, որ ամենաշատ վիտամինները դեղատանն են։ Իսկ վերջում ուզում եմ միասին դիտենք սա։ Ես այսօր պատահական ալիքների վրայով անցնում եմ, տեսա գլխավոր դատախազը մոտ 1 տարի առաջ հարցազրույց է տվել հանրայինի ալիքում Շուշան այդ աղջկան ազգանշաբանը միշտ չեմ ուզում սխալ բան ասեմ, մի խոսքով Շուշանին, որին հավանում եմ, ինքը հետաքրքիր հարց տվեց, ուզում եմ լսեք իր պատասխանը, հետո մենք իրան էլի հարցեր ունենք տալ։ Մի քիչ շատ հավասար մոտեցում չկա, ես էլ ես ինտերվյուին պատրաստվելուց անընդհատ մտածում էի դրա մասին, որ չեմ կարողանում մինչև վերջ վստահեմ, որ դուք իմ սրտի դատախազն եք։ Այսինքն դուք անում եք բոլորի շահերը պաշտպանելով, բոլորի։ Ես գիտեմ այդ ոչ միանշանակությունը իմ հետ կապված կա, բայց ես կարծում եմ, որ դա եւս ժամանակի հարց է։ Այսօր ես դատարան ուղարկում եմ գործեր, որոնք 2018 թվականից քննվում են։ 18 թվականը այդքան էլ նոր չէր, արդեն 7 տարի է անցել։ Դրանք գործեր են, որոնք դեռ մի քանի տարի առաջ պիտի գնային դատարան, մինչև իմ դատախազ դառնալը։ Եվ բնականաբար հիմա ունենք սաղմնային վիճակում գործեր, որոնք վերաբերում են մարդկանց, որոնք պաշտոնավարել են 2018 թվականից հետո։ Եվ բնականաբար այդ մարդիկ ազգային ժողովը, եթե մի քիչ ուշադիր նայեք, երբ որ ես գնում եմ ազգային ժողով, եւ աչից, եւ ցախից, եւ կենտրոնական հատվածից կան քաղաքական ելույթներ, որովհետեւ ես ոչ մեկի սրտի դատախազը չեմ։ Երբ որ ես գնում եմ որևէ Հասկացաք, չէ, ինքը ներկայացնում է, որ ինքը մեկն է, որ ոչ մեկի սրտի դատախազը չի։ Աչից դարձից իր վրա հարձակումներ կան, 18 թվականից գործեր կան, որ չի ուղարկվել, դիսված 18 թվականից իրանք են այդ հանցագործները, իրենց վրա այդ քրեական գործերը։ Ընդ որում այսօր ավելացավ եւս երկուսը, օդի աղտոտում եւ հանրայինում, այդ չեմ ասում այդ ձերբակալված քահանաներ, այդ այլանդակությունը, որ արվում է եկեղեցու նկատմամբ, սեփականությունից զրկել եւ այլն եւ այլն։ Դա մասին հետո ես քեզ այդ հարցերը տալու եմ։ Բայց ինչ ասում տիկինը, որ ինքը ասում է ոչ մեկի սրտի բան չի, դատախազը չի։ Ասենք ոնց է դա հիմնավորում։ Հանրային վայր, իմ նպատակը միշտ դա է եղել ու ես ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի։ Շատ հաճախ չեն նկատում, որ ես հիմա իհարկե մի քիչ ավելի դժվար է նաև դեմքս են ավելի շատ ճանաչում, բայց գոնե մի 6-7 ամիս առաջ, երբ որ ես գնում եմ ինչ-որ հանրային վայր, շատ մարդիկ ինձ չէին ճանաչում, բայց սեղանը սրբող մաքրուհին անպայման ինձ ճանաչում էր։ Ես ուզում եմ այդ մարդկանց սրտի դատախազը լինել։ Լսեցի։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե չլիներ օրինակ Չառաջանարի մոտ հարց,
Իսկ դուք փորձել եք սրճարան գնալ, ասենք Բաղանիս գյուղում։ Գնացեք ոսկե Բաղանիս։ Թողա գտեք միտեղ նստելու եւ թողա մեկը սրբի ձեր սեղանը եւ փորձեք դինել նաեւ իր սրտի դատախազը։ Հա? Ինքը մտնում է դրանց մեջ, թե ասենք դու մենակ Երևանում սեղան սրբողի սրտի դատախազն ես ուզում լինես։ Որովհետեւ դու այդ մարդկանց հələ պատասխան չես տվել։ Ինչ եղավ իր տունը։ Որտեղ է իր տունը։ Ինչ եղավ իր հոր գերեզմանի հետ։ Ինչ եղավ իր սեփականության հետ, որը պաշտպանված է կադաստրով, ասենք, որի պաշտպանությունը դրված է Հայաստանի Հանրապետության վրա, որի դատախազը դու ես։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Գնա մի հատ այդ կողմերը, նստի։ Ու իրանց ասա, ես ձեզ սրտի դատախազն եմ ուզում լինել։ Ու դա էլի կոկետություն չի, որովհետև ես ինքս հասարակության այն շերտից եմ դուրս եկել, որի ձայնը չի լսվել։ Բա ինքը հասարակության այն շերտից է դուրս եկել, որի ձայնը չի լսվել։ Ես այս հաղորդումը լսելուց լավ, էսի միջև վերջ լսենք, հետո ես դիագնոզը ֆուլ տա։ Բայց ես շատ երկար պայքարել եմ, որ չդառնամ հասարակության այն շերտը, որը ուզում է ուրիշի ձեռքերով կրակից շագանակ անի։ Շատ հաճախ այսօր շատերն ուզում են իմ ձեռքերով կրակից հանեն շագանակներ, բայց իրանք դա չեն ուզում անեն այդ սեղանը մաքրողու համար։ Իրանք դա ուզում են անել, որ իրենք զբաղեցնեն այդտեղ։ Ու շատ լավ է, որ դուք չեք հավատում ինձ մինչև վերջ, գիտեք ինչի։ Որտեղ թե դուք ինձ մինչև վերջ հիմա հավատեք, նշանակում է, որ ես 3 տարվա ընթացքում հասցրել եմ անեմ ինչ որ պիտի անեմ ու կարող եմ արդեն հանգիստ օրակարգերս փակել ու գնալ։ Հասկացաք, այնքը դրա համար չի ուզում, որ իրենց գոլ լինեն, չնայած ինքը ուզում է, որ այդ մաքրուհին, մաքրու սրտի դատախազը լինի, բայց նաև չի ուզում, որովհետև եթե անել, անելիք չունի։ Անա Բերտապետյան, դու ամենակարևորն ես անում։ Քեզ պետք չի ոչ այդ մաքրուհին, ոչ այն պատգամավորը, որ դու իր սրտի դատախազը լինես։ Բացարձակապես, որովհետև կարևորը, որ դու Նիկոլի սրտի դատախազն ես։ Ստեղ կոռուպցիայի մասին չի խոսքը։ Օդի արտոթվածությունը խոսացինք, բայց դու թքած ունես դրա վրա, վերջի վերջը այն ինչ որ կատարվում է Հայաստանի հետ, կատարվել է Հայաստանի հետ, չնայած այդ օդը պակաս կարևոր չի, բայց դա համար է դու մի բան կգտնես չպատասխանելու, ինչպես չես պատասխանում առ այսօր որտեղով անցնում Հայաստանի սահմանները։ Չես պատասխանել այդ հարցերին։ Բոլոր քրեական գործերը 4 դիմում եկել է քո վրա, ու բանի տեղ չես տվել։ Դու պետք է այդ հարցի պատասխանը տաս, որքանով են իրավաչափ Փաշինյան Նիկոլի գործողությունները, դու այդ պատասխանները չես տվել։ Քեզ պետք չի ոչ մեկի սրտի նախագահ դատախազը լինել, որովհետև կարևորը որ դու Նիկոլի սրտի դատախազն ես։ Ու քեզ պետք չի ոչ մեկին բան անես, գիտես, բանալես ու նույնիսկ եթե դու քո ամբողջ կոլեկտիվը տարել ես դասական համերգի, որ նոր մշակույթ մտցնես, դա քո հանցանքները չի մեղմասում։ Այն իբր ռեֆորմները, որ դու ես անում, այն ինչ որ իբր ռեֆորմ եմ որ ասում, մշակույթ փոխել, հա, որ ինքը շնորհակալություն ասում իր աշխատողներին, մշակույթ է փոխում։ Դե ասեցի արդեն դասական երաժշտության համերգի է տարել իր աշխատողներին, մշակույթ է փոխում։ Այդ ոչ մեկ դա այդ գործողությունները չի կարող արդարացնել այն դավաճանությունը, լուր դավաճանությունը, որ դու որպես դատախազ իրականացել ես մեր երկիրը կործանման այս ամբողջ պերիոդում, քո եղած ընթացքում, այն ինչ որ եղել է։ Արցախը դատարկելուց սկսած, մինչև Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց վերջացած։ Ու ոչ մի բան չի կարող արդարացնել կատարված հանցագործությունը։ Ես քեզ ասեմ։ Ու այս աղջնակը ինքը շատ ծանր վիճակում է։ Գիտեք ինչի համար։ Ինքը ուզում է նկատմանը։ Ինքը ուզում է որ մարդիկ իրեն չհիշեն, իրեն որտեղ Շուշանը հարցերս լսենք երևի։ Բայց ես ուզում եմ այնքան ժամանակ, ինչքան դեռ ինձ հատկացված է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, գուցե
ու դուք էլ ինձ հարցազրույցի կհրավիրեք ու այս խոսակցությունը հիշելով հələ կանդրադառնանք դրա վստահում եք, հավատում եք թե չէ, բայց ես ուզում եմ, որ ես այն մարդկանց համար լինեմ ճանաչելի, ովքեր իրականում լսելի չեն։ Ես ոչ մեկինը չեմ։ Այդ ժամանակի ընթացքում կգա։ Բայց ես ուզում եմ, որ այն քրեական գործերը, որ ես ուղարկում եմ դատարան, լինեն անխոցելի։ Իսկ դա պահանջում է ժամանակ։ Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի արդարադատությունը լինի հավասար բոլորի համար։ Դա իմ նպատակն է։ Ես դրան եմ ձգտում։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի կետի վրա ես կասեմ, որ գիտեք ինչ, ես 100% ամեն ինչ արեցի։ Բայց իմ վեկտորը աշխատանքի կարծում եմ կբերի անդառնալիության կետի դատախազությունը։ Արդեն բերել է անդառնալիության կետի։ Ես Շուշանի բացարձակապես ոչինչ բանում չեմ մեղադրում, որ ինքը կարող է ուղղակի հարցնել տիկին դատախազ։ Դուք վերջը ասացիք Հայաստանի սահմանները ո՞ր են ասում։ Դե մտածում եմ, որ իրան կարող էին խմբագրերը հուշել իր հանցագործությունների մասին, բայց դուք հասկանում եք, որ սա հանրայինի եթերն է, որ ոչ մի խմբագիր չէր հուշի Շուշանի, որ ասի գիտես, սենց բաներ կա։ Միջև ինքը դա պատասխանը չի տվել։ Ի վերջո, Հայաստանի սահմանները որտեղ են ասում, Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում տալիս է։ Ի որտեղ ուզում է կոլոչկա է խփում։ Ես ո՞նց կլինի։ Հա։ Իսկ այն որ ինքը ուզում է հիմա սուս-փուս գնա, որ իրան ոչ մեկ չի հիշի, երազում այն օրվա մասին, որ իր մասին մոռանան, որտեղ հարցեցին ինչպես ինք ուզում ձեզ հիշեն, ասեց ես չեմ ուզում ինձ հիշեն, ուզում ինձ մոռանան։ Իսկ հարցումը սկսեց նրանով, որ ինքը որոշել է իր հորը նմանվի, որովհետև հերը բանը ազդեցիկ է, իսկ մայրը շատ կանացի է եւ ազդեցիկ չի։ Եվ ինքը որոշել է, որ ինքը չի ընտրելու մորը, այլ ընտրելու հոր տեսակը, որ ինքնություն մի ազդեցիկ։ Բայց վերջում ասում է, որ ինքը ուզում է, որ իրան չհիշեն։ Այսինքն ամեն դեպքում կոգնիտիվ դիսոնանս մարդու մոտ, որ ոչ թե մնա պատմության մեջ ոչ որ հոր տեսակն է։ Ասելը, որ այս հոր տեսակն է, ինքը նախընտրում է մոր տեսակը, որովհետև ինքը իր մոր տեսակն է։ Եվ ամենախայտարակությունը գիտեք որն է գալի։ Ես հիշեցի, որ 32-34 թվականներից սովետական միությունում ստեղծվեց բաժին, իմիջիայլոց այդ բաժինի ղեկավարը Յիժովն էր, ղեկավարի տեղակալը Մալենկովը։ Սկսեց բաժին, որտեղ բոլոր կոմունիստների կենսագրություններն էր հավաքվում, բոլոր բարեկամներով, ծանոթներով, անցած ճանապարհով, Սիխալագիրսկի իր հոգեբանական կերպարի նկարագրերով մանրամասն ու դա էր հիմքում դրված ամբողջ 37 թվականից սկսած բոլոր ամբողջ ռեպրեսիաների, հետո Եժովին տարան NKVD, Մալենկովը մնաց այդ բաժնի ամենակարևոր կադրի բաժնի ղեկավարը, որոնք ասես միկրոսկոպով բոլորին նայում էին։ Ու այս տեսակ մարդը, որը իր մեջ կոգնիտիվ խնդիր ունի, տեսակով մի մարդ է, բայց որոշել է, որ ինքը ուրիշ մարդ պետք է լինի, ու այդ ուրիշ մարդու բանով եկել է դատախազ, որը բանը ինքը fake է, որ ասում սրանք ծերից ծեր fake են, fake։ Մարդ որ ինքը չուզում էր եվա, բայց մտածում ինքը կարող է գլխավոր դատախազ լինի։ Մարդ որ ուզում է իրան այդ սեղանը մաքրողի սրտի դատախազը լինի, միաժամանակ ինքը վարչապետի սրտի դատախազն է։ Մարդ որ ուզում է հանցագործությունների դեմ իբր պայքարի, որոշումներ ուզում ուղարկի անթերի դատարան, միևնույն ժամանակ կատարում է պետական մասշտաբի հանցագործություններ, հասկանում եք։ Ու այս դիսոնանսի մեջ ես Աննա Վարդապետյանին խոստանում եմ դժբախտ, շատ դժբախտ, անձնական մակարդակի, դժբախտ ապագա։ Գիտեք ինչ օրինակի վրա։ Ես երկու օր առաջ ուսումնասիրում էի իմ կողմից ընդհանրապես անհայտ մի կոմպոզիտորի կենսագրություն, որը պարզվեց հայ է։ Պարզվեց հայ է ու Վրաստանում է ինքը բանը Մուրադիշվիլի, Մուրադելլի կներեք, Մուրադելլի։ Դա 20-րդ դարի սկզբին ծնված Գորիում Ստալինի հետ մի գյուղում է ծնվել։ Հայ, մայրը հայ, հայրը հայ։ Ու մի պահ որոշում է, որ կարիերայի համար վրացի դառնալը ավելի ճիշտ է, ձեռատալ։ Ու որոշում է դառնա վրացի, վերջ։ Հետո ոնց ինքը վրացի է։ Եվ Մուրադյանը դառնում է Մուրադելլի։ Սա պատմական փաստ է։ Հետո դե քանի որ իր բանն Ստալինի հետ մի գյուղում էր ծնվել, հա, պատկերացնեք ժամանակի Նիկոլ է, էլի։ Հա, որը իր կերպարը կումիրը Ստալինն էր, մտածում է, հեսա դառա վրացի, ինքն էլ բանն է,
գորից է, ինքը իմ կումիրն է, օրջոնագիծեն, որ գալիս է տարածք, իրանց տանում էր իրանց տուն, պատի, վեսկոմ, եկոմ, որոշում է, որ մեծանա օրջոնագիծեի մասին էլ մի հատ օպերա է գրելու, վերջ օրջոնագիծեն կա, ինքը վրացի է, հետն էլ գորի, Ստալինն էլ, Լենինի ինգերն է, ու կարիերան ապահոված է։ Մի խոսքով, ուրանում է ազգությունը, ուրանում է երգերաշտությունը, սկսում է վրացերեն երգել, վրացերեն գրել, ամեն ինչ փոխում է վրացականին։ Ու տենց հասնում է միջև Մոսկվա, միջև ընդունա Մյասկովսկու մոտ, նույն դասատուի մոտ, որտեղ որ Արամն է Խաչատրյան սովորում, էնել է Թիֆլիսից, չէ՞, բայց Թիֆլիսեցի Արամը գրում է մաքուր հայկական երաժշտություն, երկուսն էլ նույն դասատուի մոտ են սովորում։ Դասատուները իրան Մյասկովսկին ասում է ձեր ազգայինն է կարևոր։ Դուք ձեր ազգայինի վրա կարող եք լինել ունիկալ։ Բայց Մուրադելին ասում է ես պետք է կարիերա անեմ, ես արի մի հատ Ջերժինսկու մասին օպերա գրեմ, որ տանեմ դնեմ իմ ընկեր Ստալինի մոտ, ասի արա ես քո հեղափոխական ջանին մեռնեմ, ես ինչ լավ կոմունիստ ես դու, վերջ, սաղ Մոսկվան քո ոտերի տակ է։ Ինչ վրա է, գրում է երկար ժամանակ, ոչ չեն կարող, ոչ միտեղ չեն նայում։ Կամ բառադիման ալինու, որ ասում են էսի բան չի էլի, հենց նախ իրա դասատուն չի հավանում։ Ասում է փոխի, վերջես ամբողջ կյանքը միջև 48 թիվ աշխատում է այդ օպերայի վրա, մի խոսքով իր բոլոր վրացական ստալինյան կապերը բերայով, մերայով խառնելով 48 թվին կանում է դնում է ներկայացման, 48 թվին գալիս է Ստալինի հետ լսում է, ասում է ոչ էսի վրացական է, ոչ հայկական է, ոչ երաժշտություն կա, ոչ ինքան անտաղանդ է լինում, էլի, որովհետև նու պատկերացնում եք իր դասատուն ասել է դա քո ազգայինով է, էլի, բայց իր ազգանով օրջոնագիծային չէր կարա։ Այդ օպերանն էլ գրում է, կոչում է բանը, ժողովրդների բարեկամություն կարծեմ, ինչ որ է։ Ճոտ կակաֆոնիա է արածնում Ստալինը գրում է, ուրեմն ծերից ծեր կեղծած պատմական փաստեր ու երաժշտության բացակայություն։ Ու կարմիր քարտ դրան։ Դրա հետ էլ այդ ժամանակ հոդվածը դուրս է գալի 48 թվականին ֆորմալիզմի դեմ դրան այլանդակում են, խայտարակում են, հետն էլ միացնում են, չգիտես ինչի որտեղից, Արամին Խաչատրյան, Պրոկոֆիևին, Շոստակովիչին։ Ձեր հետը դրանց են չափում։ Ու պատկերացնում եք իր ստրեսը։ Հələ այդ մնացածի մասին չեմ խոսում։ Ուրեմն այս մարդը ամբողջ կյանքը աշխատել է, որ դրանց բավարարի, իրանց ընկերն է, ծառայել է, իրան կեղծել, ազգությունն է փոխել, ուրացել ամեն ինչ հնարավոր է, բերել է, դրել է դեմը ու մի օրվա մեջ իրան ջարդուփշուր են անում։ Ինչ անի։ Ոչ չի գնալու իրան գցի։ Ստրեսից մի կերպ դուրս է գալի տարիներ հետո ինչ որ կանչում են էլի կապերով բան, ասում են արի ես մի բանը գրի Ստալինի գովերքով մի հատ կանտատ գրի, քեզ վերականգնենք որպես կոմպոզիտոր։ Էլի Ստալինի գովերքով մի հատ կանտատա գրում, վերականգնում են ու դնում են ֆորմալիզմի դեմ պայքարող խմբի անդամ, որ ինքը պետքա վերցնի երիտասարդ կոմպոզիտորներին գնահատական տա։ Լավն են թե լավը չեն։ Ու ինքը պատմում է, որ եւ որ գալիս է երիտասարդ իր գործերն է բերում, ինքը պետք է ասի սա ֆորմալիստ է, թե լավ կոմպոզիտոր է։ Վերցումը նույն ձևի ջարդում է երիտասարդին, ոնց որ իրան են ջարդել ժամանակին։ Գրում է, որ ֆորմալիստ է։ Բայց գնում տուն ասում է, ես այսօր կոմպոզիտոր փաստորեն ես թաղեցի։ Ինքը լավ էր գրել, հետաքրքիր էր գրել, բայց ժամանակակից էր գրել, ես իրան գրեցի ֆորմալիստ։ Դե կին ասում է ոչինչ, դե դու մեղավոր չես, բա հոգեզ չեն դատելու, հիշում ես քո հետ ինչ եղավ, մի խոսքով։ Ամբողջ կոմպոզիտորներն իմանում են, ամբողջ աշխարհն է իմանում դրա մասին, որ էսի նույն ձև ոնց որ իրան են իր ճակատագիրը կործանեցին, բայց հետո վերականգնվեց, ինքը ջարդում է մնաց նույնիսկ ճակատագիրը։ Ոչ մեկ դրան բարև չի տալի, դարդից իր դասատուններն է մեռնում, առանց իրան բարև տալու։ Ոչ Խաչատրյան ասում է գալիս էր մի հատ 4 բարև էր տալի գնում էր։ Մենակ Շոստակովիչն է իրան խնայել։ Դե նա գենի է, նա մեծություն էր։ Ամենավատը գիտեք որն է, որ ինքը վերցնում է նորից այդ իր օրջոնագիծային նվիրած օպերան 10 ձևի փոխում է, հանում է, պատմական փաստերը բերում համապատասխանում է իրականության փաստերը, այնքան էլ գովացել օրջոնագիծային ու Ստալինին դրա մեջ, իրանք իրանց աշկերտին չեն հավատում, վախը մենք էդի չենք եղել, հա։ Ու ես ինչ ես գրեմ մեր մասին։ Մի խոսքով բերում է դզում փչում է, բան, որ
ներկայացնի։ Էլի չի ընդունում։ Ասում է, հա, կատարեցին, ասում է, բայց վերջի ծափելից ես հասկացա, որ ես իմ ձեռով սպանել եմ, ասում է, իմ ստեղծած երախոն։ Ոչ երաժշտություն է, ոչ երաժշտություն չի, ասենիքս ինչն է, վերջումը տենց էլ մեղնում է, դժվարդ։ Իր 60-ամյակից է պատնում, ասում է, իմ բանը նշում է 60-ամյակը, ասում է, բայց ոչ թե որպես կոմպոզիտորի, այլ որպես համակարգի աշխատողի։ Այդ բանը իր բախտը չէր բերել մի բանը, ոնց որ Աննա Վարդապետյանի բախտը չի բերել։ Ոնց որ են Գևորգ Պապոյանի բախտը չի բերել, ասեն ինչու։ Որ լինելով այս կարգի խառնվածքի մարդ, բայց ի ներքուստ հասկացել է, որ սեփական դեմքն է կորցրել։ Իր սեփական դեմքը կորցրել է ի սկզբանե, երբ որ հայից փոխվեց վրացու, հետո ստեղծեց մի հատ օպերա, որ ոչ հայկական էր, ոչ վրացական էր, ոչ մի բան էր, կեղծ էր, որ բավարարի օրջոնոգիցեին Ստալինի հետ, հետո պարզվեց նրանց դա պետք չի, հետո վերցրեց սարքեց ուրիշ բան, որ տենց բավարարի, հետո պարզվեց այդ սարքածը ընդհանրապես պետք չի, իրան էլ ասեցին ընկեր ջան, 60 թիվն արդեն ես, Խրուշչովն արդեն, քո գրածը սա 30-ականների պրոպագանդա է, այսի ինչ անենք սրա հետ։ Ինքս էլ ամբողջ կյանքը սա նրան բաներով, բավարարելով, կորցնելով սեփական դեմքը, ինֆակտից մահանում է 62 տարեկանում։ Իսկ մեռնելուց հետո մի հատ խոսքը, որ դրական ասում է իր մասին, Հարամ Խաչատրյան։ Սա տաղանդավոր կոմպոզիտոր էր, ափսոս իրան չգտավ։ Հիմա Աննա Վարդապետյան, գամ քեզ։ Այսենց ինքնությունդ կորցրած, որ ոչ ես, ոչ ես, մի բան երազող, մի ուրիշ բան անող, քեզ վերջում կասեն, ինքը կարող է լավ իրավաբան էր, կարող է գիտեր իրավաբանություն։ Ափսոս ինքը իրան չգտավ։ Ինքը դարձավ Նիկոլի սրտի հանցագործ։ Միշտեղ ինքը կարող է լինել, ասենք, գուցե լավ մայր։ Իր մոր նման, հա, որ ինքը ներկայանում է որպես կանացի փափուկ անձնավորություն, որի նման չի ուզեցել նախընտրել հորը, բայց ինքը ուզում է փակ մնա, որ իրան չճանաչեն։ Նույն այն Պապոյանի համար ասեց, հիշում եք, որ մեկը ամոթանք տվեց իր աչքերը սենց սառավ, որտեվ անասունի մեջ ես տեսա ինքը սկսեց մտածել։ Այդ այս մարդիկ դատապարտված են այս երկփեղկության մեջ ապրել, որ հասկանում են, որ ամենակարևոր բանից զրկվեցին, չէ՞ որ 48 թվականից հետո որ Սաղին զրկեցին հնարավորությունից, Խաչատրյանին, Պրոկոֆիևին, Շոստակովիչին, Մուրադելին, մենակ Մուրադելին փորձեց իրանց նման դասավորվել, իրանց ուզածով դասավորել, կորցրեց, եղած չեղածը, ամենակարևորը դեմքը, իսկ մնացածը չկորցեցին դեմքը։ Մնացին ոնց որ կա, շարունակեցին այդ։ Հենց այդպես է շարունակեցին, Խաչատրյանին ջարդու փշուրացին, ինքը վերցեց Սպարտակը գրեցին։ 2 տարի հետո սկսեց Սպարտակի վրա աշխատել։ Ապստամբեց։ Ասես դու ինձ դե առեք ես ապստամբությունը։ Ոչ մեկ իր դեմքը չփոխեց։ Մնաց այնց ոնց որ կա։ Ու պատմության մեջ մնացին իրանք։ Իսկ ձեզ պատմությունը չի հիշելու։ Դուք էլ չեք հիշելու, ասում եմ ձեզ սպասում է երկար, դժբախտ, շատ դժբախտ։ Երբերված ինքնության ապագա։ Դա բանտում կլինի, բանտից դուրս կլինի, նույնիսկ այս պարագայում կարևոր չի, որտեղ չկա մարդու համար, մտածող մարդու համար ավելի վատ բան, քան ինքնությունը կորցրած մարդու զգացողությունը։ Ինքնությունը կորցրած մարդը, որ փորձում էր բավարարելով սարքել իր կարիերան, հետո հասկացավ, որ ոչ են եղավ, ոչ են ինքնություն մնաց։ Սամ սեփական դեմքը կորցրեց, համ հարգանք պատիվ։ Դա երևի ավելի վատ բան է, քան ցանկացած բանտ, որովհետև իմ ընկերները բանտում են։ Ես մեկ-մեկ իրանցից բաներ ստանում եմ։ Ես իրանց էներգիան եմ զգում ընդերից։ Ճիշտ է, նրանք բանտում են, բայց ոչ մեկ իրանց ինքնությունը չի կորցրել։ Ոչ մեկ ինք իր հետ խնդիր չունի ներսի։ Հա, այսօր բանտում են։
Բայց դուք եք բանտում, դուք իրականում տիկիններ եւ պարոններ, ավելի մեծ դաժան պատիժ կարող է լինել ձեր համար։ Սա միջելոց հասկացող մարդու համար է, սա էական, հիմարի համար էական չի ընդհանրապես, որտեղ հիմար այդ խնդիրը չի դնում, չգիտի ինչա նշանակում ինքնություն։ Ու հիմար էս առումով շահում է, երջանիկ է։ Օրինակ կատարել ապուշները, ցմը մեկ է իրանք ինչ են անում։ Սկզբից տակը բան չի եղել, բայց եթե մի քիչ տակը բան կա, մարդկային մասնագիտական, իսկ մասնագիտական էգոն գիտեք ինչ հետաքրքիր բան է, իրավաբանների մոտ էլ կա, երաժիշտների մոտ էլ կա, մասնագիտական էգոն շատ կարևոր է։ Փողը բան ամեն ինչ կարևոր է, բայց մասնագիտական էգոն գնահատված լինելու համար շատ ավելի կարևոր է, բայց դա ուշ է գլուխ բարձրացնում, երբ որ կորցնում է կերը, հետո ասում է համ մասնագիտականս կորցեցի, համ հեղինակությունս կորցեցի, համ էլ կերս։ Ուտեղ ինքը որպես մարդ վերջանում է բարձի։ Այն ինչ որ պատահեց Վանո Մուրադելի հետ։ Ընդամենը 3 էր, ես ուսումնասիրում էի ու այսօր այս թշվառի կերպարը։ Երևի ձեր մասին չարժեր այսքան խոսալու, ուղղակի սա կարելի է ցանկացած մեկի վրա էլ տարածել սա։ Ասենիկս ինչն ասանում եզապակեմ։ Ժողովուրդ ջան, այսօր գոհաբանության օրն է Ամերիկայի մեծ հանրագույն արդեն։ Ես չեմ կարող շնորհակալ լինել նրա համար, ինչ որ եղավ մեր ժողովրդի հետ, բայց ես շնորհակալ եմ նրան այն ինչ որ ունեմ, եւ շնորհակալ եմ նրան այն ինչ որ մեզ բոլորիս պահում է, որ այս վիճակում մենք մեր սեփական դեմքը չկորցնենք։ Այ ամենամեծ կորուստը դա է լինել։ Հողնել հետ կբերենք, երեխեքներ նորից կծնվեն, բայց սեփական դեմքը որպես ազգ, որպես անհատականություն, կորուստը դա լինելու է ամենամեծ չվերականգնվող կորուստը։ Այնպես որ ինչ էլ ուզում է լինի, ինչքան դժվար էլ ուզում է լինի, գնահատենք ամենակարևորը, մեր ինքնությունը, մեր անհատականությունը, մեր մարդ ազգ տեսակը։ Ու կտեսնեք, որ այս պատին ինչ գալի կպնում է փշրվում ընկնում է, ինչքան ուզում է հզոր ալիք լինի, գալի կպնում է փշրվում ընկնում է, որովհետև դա ոչ նյութական է, դրա վրա ոչինչ չի ազդում։ Դե նրա համար դա իհարկե նրա համար դա արժեք է։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։